Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը հայտնել է, որ ձերբակալվել է 5 անձ կապված խոշորածավալ թմրանյութերի մաքսանենգության կազմակերպության հետ, որը Լոս Անջելեսից Նյու Յորք է տեղափոխել մոտ 22 տոննա կոկային եւ ավելի քան $100 միլիոն կանխիկ գումար։ Ըստ դատախազության կազմակերպության ենթադրյալ ղեկավարները Նյու Ջերսիի Դյումոնտ քաղաքից 45-ամյա Դեվիդ Ռոդրիգեսը, որը նաեւ հայտնի է Գոտի անվանումով, եւ Մանհեթենից 38-ամյա Ռեյմոնդը White Boy մականունով կալանքի տակ են գտնում դեռևս 2024 թվականից երկուսն էլ մեղադրվում են մեծ քանակի կոկային գնելու եւ տեղափոխելու մեջ, որը պահվում է Լոս Անջելեսի կենտրոնում գտնվող Կալիֆոռնիա Ջուլերի մարտի տարածքում գործող կեղծ ոսկերչական խանութում։ Թմրանյութը տեղափոխվել է փակված պլաստիկ տարաներով, որոնք հողարկվել էին Նյու Յորքի Diamond District-ում օգտագործվող թանկարժեք բեռների փոխադրմամբ զբաղվող ընկերություններ, որոնք էլ մասնագիտանում են հենց զարդերի, թանկարժեք մետաղների եւ արվեստի նմուշների փոխադրման մեջ։ Հետաքննության տվյալներով Լոս Անջելեսից Նյու Յորք է ուղարկվել ավելի քան 800 փաթեթ ընդհանուր 22 տոննա կոկայինի չափով, որի փողոցային արժեքը գնահատվում է $315 միլիոն։ Նյու Յորքից Լոս Անջելեսը տեղափոխվել ավելի քան 500 փաթեթ շուրջ $105 միլիոն արժողությամբ։ Քննության ընթացքում իրավապահներն առգրավել են ընդհանուր ավելի քան $28 միլիոն կանխիկ գումար, մոտ 725 կիլոգրամ կոկային, ինչպես նաև թանկարժեք ավտոմեքենաներ եւ զարդեր, որոնք ձեռք էին բերվել թմրանյութերի վաճառքից ստացված գումարով։ Գործով անցնող մեկ այլ ամբաստանյալ Նյու Յորքի բնակիչ 47-ամյա Ռոնել Սուիթը 2024-ին արդեն մեղավոր էր ճանաչվել դաշնային զենքի գործով եւ ներկայումս կրում է 15 տարվա պատիժ։ Սեպտեմբերի 16-ին գործով նոր ձերբակալվածների թվում են 52-ամյա Ջամել Դոնալդ Լևի Բրուքլինից, 50-ամյա Բրյուս Ադամսը Բրոնքսից, 33-ամյա Սինդի Ռեյչել Իմբերտը Նյու Ջերսիի Ինգլվուդից, 30-ամյա Նոելի Խիմենեսը Լոս Անջելեսի կենտրոնից եւ Լոս Անջելեսի կենտրոնից դարձյալ 42-ամյա Լորնա Քուքի Մարտինեսը։ Նյու Յորքի 3 ամբաստանյալները արդեն դատանի առաջ կանգնել են, իսկ Լոս Անջելեսից երկուսը կհայտնվեն դաշնային դատանում այսօր։ Իրավապահները դեռևս փնտրում են մեղադրական եզրակացությամբ անցնող եւս 2 անձանց՝ Նյու Յորքից 52-ամյա Դենիել Նայս Վեգային եւ 40-ամյա Գրեգորի Ջի Անտոնիո Բենիտեսին։